Բարև ձեզ հայրենակիցներ, այսօր Նոյան տապանի սրահում մենք ձեզ հետ կքննարկենք Բաքվում կայացող համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստի վերաբերյալ որոշ խնդիրներ, բանն այն է, որ հենց իմացանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպում է այդ կոմիտեի 43-րդ նիստը Բաքվում, ադրբեջանական խսից փախստականների համագումարը տարածեց հայտարարություն, որտեղ հարցեր է բարձրացնում ՄԱԿ-ի այդ կարևոր մի օղակի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջ։ Այսօր Նոյան տապանի սրահ հրավիրել ենք ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարի նախագահության անդամ, ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ-ի նախագահ Մարտին Իսրայելյանին, նաև հուշարձանագետ, հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի Երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանին։ Ես իմ առաջի հարցը ուզում եմ դիմել պարոն Իսրայելյանին։ Պարոն Իսրայելյան, ձեր հայտարարությունը, ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարի հայտարարությունը, ինչ շեշտադրումներ է անում եւ ինչ հարցեր է դնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջ։ Առաջի հարցը, որ մենք պետք է այստեղ քննարկենք, այդ է, որ այդ հավակնությունների, որ Ադրբեջանը ունի հայկական այդ մշակույթի ժառանգության յուրացնելու համար, ինչպիսին օրինական մոտեցումներ եւ արդյոք այդպիսի մոտեցումներ կա ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն թե ոչ, որովհետեւ մեր դար փորձից մենք արդեն գիտենք, որ երբ որ 1997 եւ 2006 թվականների ընթացքում եղան Նախիջևանի շրջանում հայկական մշակույթի նմուշների ոչնչացումը եւ նրանց դիմել էր դրա մասին եւ հայկական կառավարությունը երկու անգամ եւ բազմաթիվ միջազգային ացիաներ նրանք անտեսեցին եւ չեկան եւ բանում որպես հետևանք մոտավորապես 89 եկեղեցի ոչնչացվեց 2000 այսինքն մոտ 6000 խաչքարեր ոչնչացվեց եւ մոտավորապես 22000 տապանակարեր ոչնչացվեցին եւ այդպիսով նրանք արեցին այն, ինչ որ նրանց հետո հետագայում թույլ կտա ասել, որ Նախիջևանը իսկական ադրբեջանական տարածություն է, որ այնտեղ չկա ոչ մի հայկական հուշարձան կամ ասենք որից է հուշում դրանց մասին եւ կարող են արդեն հավակնել լինելու օրինական ժառանգորդը այդ տարածությունների հորինելով անգամ Նախիջևան խոսքի ադրբեջանական թարգմանությունները այդ փաստը այնքան բաներ այնքան կարկառուն էր որ անգամ բրիտանական հայտնի բարբերական գարդիանը խոսելով այդ հուշարձանների ոչնչացման մասին անվանել է եւ որակել է այդ որպես 21-րդ դարի ամենամեծ մշակութային աղետ Չնայած դրան ոչ մի արձագանք չտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ բացի նրանից որ անտեսեց անգամ չմեկնաբանեց դա ոչ մի կերպ եւ երբ որ արդեն մի քանի տարի առաջ երբ որ լուր հայտ տարածվեց որ Ռուսաստանի կողմից շատ տարօրինակ կերպով առաջարկվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ այդպիսի անձ ինչպիսի ոչ մի մշակույթ հետ ոչ մի առնչություն չունի եւ որը որ պարզապես բարմենի մակարդակ ունի եւ նրան Խոսքը Պոլադ Բուլբուլօղլուի մասին այո Պոլադ Բուլբուլօղլուի մասին որը բավականին իրեն վատ դրսևորեց եւ անգամ այդ բոլոր օժանդակություններին, որոնք որ նրան ցույց էին տրվել, բոլոր մասնակիցները ժողովի, որ պետք է ընտրվեր, նրանք մերժեցին նրա անունը, բացի երկու բանից ձայնից դրական Ռուսաստանի եւ Ադրբեջանի։ Դե պարզ է որ այդ կապված է կաշառակերության եւ բանի կոռուպցիայի հետ, պարզ է որ եւ քաղաքական եւ պարզապես
տնտեսական, այո, եւ այդ պարտությունը չի նշանակում, որ նրանք հրաժարվել են այդ մտքից եւ ֆալսիֆիկացիաները եւ պատմության հեղաթյուրումները պետք է շարունակվեն։ Դրանում նրապացույցն է նաեւ այն, որ այդպիսի ժողով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայանում է Ադրբեջանում ենել 10 օրվա ընթացքում եւ ես չեմ կասկածում, որ այնտեղ ինչ որ ադրբեջանական մասը առաջարկի, արդեն պետք է վերցնենք նրանք պետք է վերցնեն իրենց բանի մեջ, շրջանակների մեջ։ Այսինքն դուք տեսնում եք, որ Ադրբեջանը կարողանում է ինչ-ինչ հարցերում ուղղորդել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Այո, բայց այդ ուղղորդել դա կարծես թե բան է, թվում է թե այդ Ադրբեջանի ունակություններն են, բայց ես պնդում եմ, որ դրանք բոլորովին Ադրբեջանին չեն, որ դրանք մի մասն են անցեղասպանության, որ միջազգային որոշ մարմիններ միջև հիմա արդեն 130 տարուց շարունակ մեր նկատմամբ կատարում են եւ այդ ոչ միայն ֆիզիկական ոչնչացում, այլ նաեւ մշակութային ոչնչացում կատարյալ, որպեսզի իսպար վերացնեն որևիցե հնարավորություն մեզ տիրելու մեր պատմական հողերը եւ այդ օգնությունը բան չի պայմանավորված, ոնց որ մերոնք կարծում են, որ դա դիվանագիտության հաղթանակ է։ Ոչ մի դիվանագիտություն դրա մեջ խառնված չէ։ Դրա մեջ խառնված են միայն այն ուժերը, որոնք տեսնում են Թուրքիային եւ Ադրբեջանին իրենց սիմբիոզի մարմին եւ նրանց միջոցով կատարում են այն կեղտոտ գործերը, որ նրանք ուզում են պարտադրել մարդկությանը։ Դրա մասին է վկայում այն, որ 2008 թվականի մեր դեպքերը, Հայաստանի դեպքերը, քննարկվել են 3 պետությունների, Իսրայելի, Ամերիկայի Նահանգների եւ Բրիտանիայի կողմից, ինչպես հայտնել է Սամանթա Պաուերը, եւ այն ժողովի ժամանակ նրանք հրավիրել են Սերժ Սարգսյանին եւ պահանջել են, որ նա այսուհետ չբարձրացնի հայկական ցեղասպանության հարցերը, նախ չորակի այն դեպքերը, որ կատարվել են 88-ից 92 թվականները որպես ցեղասպանություն եւ չընդգծի, որ հայ ժողովուրդը բան ավտոխտոն ժողովուրդներից է, այսինքն կարինո բնիկ ժողովուրդներից է եւ չխոսի ամենակարևոր նրանց հուզող հարցը փաստականների հարցը, որովհետեւ փաստականների հարցը մոտավորապես 700,000-ից ավել բնակչության ցեղասպանության եւ դեպորտացիայի շնորհիվ այդ ամբողջ բանը, այդ ամբողջ հարցը նրանց երանելի հարցը, որ պետք է ազատել այդ տարածությունները հայերից, իրականանում են եւ որպեսզի այս անգամ ի տարբերություն 15 թվականի ցեղասպանության, այս անգամ այն կազմակերպողները շատ հմուտ մոտեցան եւ արեցին այնպես, որ հիմա ոչ մեկը չի խոսում 88-ից 92 թվականների դեպքերը որպես չի որակում որպես ցեղասպանություն, չնայած դրա բաները բացահայտ են։ Եվ բացի դրանից, անգամ մեր կառավարող մարմիններում գտնվում են այդպիսի մարդիկ, երբ որ ասում ես նրանց մասին, որ այդ ցեղասպանություն է, ասում են մի բան նշի այդ, որովհետև դրանով իսկ գինը 15 թվականի գինը обесценивается, արժեզրկում է, չգիտեմ ինչ արժեզրկում կա, բայց այդ երեք պետությունների պահանջը բանի Սերժ Սարգսյանից, որը նա կատարեց եւ հետո երբ որ կատարելուց հետո նա արդեն զիջեց իր դիրքերը, վկայում են, որ ցեղասպանությունների կազմակերպողները ընդունում են այդ ցեղասպանության գործոնը որպես զենք իրենց ձեռքում եւ չեն ուզում պատժել այն մարդկանց, որոնք այն ազգերին, որոնք որ այդ գործը կատարում են, որովհետև դա կնպաստեր ամբողջ մարդկության խախարացմանը
Իսկ հիմա նրանք գիտեն, բոլոր ջարդարները գիտեն, որ ամեն ինչ կանցնի նորմալ եւ նրանք կշահեն դրանում եւ այդ զենքը կշարունակի լինել երկար ժամանակ, ինձ թվում է միջև այդ ուժերը չսահանձահարվեն, բայց ինչպես պետք է հայտարարվի, ես չգիտեմ, համենայնպես նրանք այնքան հզոր են, որ կարողանում են անօրինական կերպով ստիպել պարտադրել մարդկությանը կատարելու այն բոլոր անօրինական եւ ասենք նողկալի բաները, դեպքերը, որոնք որ պատմության ընթացքում չեն եղել են, ասենք, ժողովուրդների զավթում կամ երկրների զավթում, բայց այնտեղ, երբ որ խոսում են համատարած կոտորածների մասին, այնտեղ մեկ կամ 2000-ի մակարդակ է եղել, իսկ այդպես որպեսի ժողովուրդ վերացնեն եւ շարունակեն այդ անել, հետեւողական 130 տարուց ավելի հետապնդելով այդպեսի դեպքեր չկան եւ բացի դրանից մեզ չեն տալիս ոչ մի հնարավորություն ուշքի գալու, որովհետեւ ամենալավ հնարավորությունը մեզ համար եղել էր, երբ որ պետք է գային պատասխանատու անձինք պետության գլուխ, բայց 27 հոկտեմբերի 1999 թվականին նրանք ցույց տվեցին մեզ, որ մեր հույսերը իզուր են եւ մենք ոչ մի սպասելիք չունենք եւ միջև հիմա խեղդում են մեզ եւ տնտեսապես եւ հոգեպես այնպես որ Պարոն Իսրայելյան, ներողություն, դուք եկեք հիշեցնենք հետեւյալը, որ ադրբեջանական խսից փախստականների համագումարի հայտարարության մեջ մի այսպիսի դրվագ կա, հիմա էլ գալու եք Բաքու ցեղասպանի որջը, տալու ինդուլգենցիա նորանոր բռնությունների, սև ցուցակների, հետապնդումների, կողոպուտի, մշակութային կեղծիքի ընդդեմ հայ էթնիկությանը առնչվող ամեն ինչի։ Դուք հրահրում եք, որ ցեղասպան ռեժիմը համառորեն իր ճիրաներում խեղդի արևելյան այսր Կովկասում մնացած ժողովուրդների ինքնությունը, մշակութային շերտերը, ավանդական եւ հումանիտար կացութաձևը։ Թվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության պահպանման դերը պետք է որ անհերքելի լիներ, սակայն արդեն սպասվելիք ձեր այցելության եւ այլ նման փաստերը կասկածի տակ են դնում այդ դերը։ Այսինքն այս հայտարարությամբ մենք փորձեցինք ասել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ ինքը իր դերակատարության մեջ է եւ կասկածելի ոլորտներում է իր գործունեությունը ինքը ծավալում։ Ես ուզում եմ հիմա հարցս դիմել պարոն Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, դուք բազում շատ արժեքավոր ես կարծում եմ, որ հայությունը դեռ երկար կգնահատի ձեր արած աշխատանքները, արժեքավոր աշխատանքներ ունեք նվիրված Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներին, նաև Կուրի ձախապնյա մշակութային շերտերին, նաև Նախիջևանին, Արևմտյան Հայաստանի մեր մշակութային շերտերին։ Ես խնդրում եմ ձեր կարծիքը, վերաբերմունքը այն ինչ որ այսօր կատարվում է կամ այն ինչ որ անում են ցեղասպան երկու պետությունները հայկական մշակույթի եւ ընդհանրապես մշակութային արժեքների հանդեպ։ Հայկական բարձրավանդակի տարածք մեր հայրենիքի սահմանների մեջ այս թուրքական տարի դեռ միջնադարից 11-րդ դարից հայտնվելուն պես մինչև հիմա ծրագիրը նույնն է ըստ էության իրենց, այսինքն փորձել արևի տակ տեղ ազատել իրենց համար եւ տարբեր դարերում ավելի սրվել է, երբեմն մի քիչ ավելի մեղվել է, բայց այս խնդիրը 1000 տարի է արդեն, որ ուղղակի հայ մարդուն ուղեկցում է։ Սա նոր երևույթ չի։ Իհարկե, սկսած 18-րդ դարի սկզբներից, ինչ որ ռուս-թուրքական պատերազմները ծավալվեցին, եւ հայերը միանգամից կուրորեն ուղղակի ռուսների քրիստոնյա լինելու հանգամանքը այսպես հաշվի առնելով եւ հույս կապելով այդ փաստի հետ, ուղղակի տրվեցին մինչև վերջ, կոտորածները ավելի սուր բնույթ ստացան, արդեն 18-րդ դարից, օրինակ 1720-ից մինչև 27 թվականները այն ինչ որ տեղի է ունեցել, որի մասին շատ քիչ է խոսվել եւ դա պարպեց մեր հայրենիքը հայ բնակչությունից մոտարապես 1/4 մասով, ուղղակի հայաթափ եղավ հայոց հայրենիքը։ Մինչև Համիդյան ջարդեր եւ 19 տարի անց Մեծ Եղեռն եւ
Այսինքն այս երևույթը անverջ մեզ ուղեկցում է եւ մինչեւ 88-89 թվական Սումգայիթ, Բաքու, սրանք նույն երևույթներն են տարբեր վայրերում տեղի ունեցած։ Իհարկե նյութական մշակույթի հուշարձաններով չի միայն, որ որևէ ազգ կարող է փաստել իր հայրենիքում իր բնիկ լինելը։ Եվ իրականում շատ միամիտ ուղղակի երբ որ մի իշխանություն ուղղակի այնքան խոհեմություն չունի, այնքան գիտակցություն, ծայրահեղ տգետ, բիրտ եւ վանդալ էություն ունի, ինքը կարծում է, թե նյութական մշակույթի հուշարձան ոչնչացնելով եւ ասենք մի ազգի, բնիկ ազգի հետքը փոշիացնելով, ինքը կարող է դրանով ապահովել, որ այդտեղ ուրեմն հենց իրենք են, ուրիշ մեկը չի եղել, միամիտ, այդ ամենատգետ, որտեվ ոչ միայն հայ, այլև օտարալեզու, ամեն լեզուներով, դարից դար թողնված, այնքան վկայություններ կան գրավոր հայերի գոյության մասին, հենց Նախիջևանի տարածքում, որ իսպար հայկական հուշարձաններից իհարկե պիտի շեշտել միշտ, որ քրիստոնեական շերտից, որտեղ նախաքրիստոնեական հուշարձանները իրենց նորից տգետ եւ վանդալ կեցվածքով կարծում են, թե դրանք կարելի է յուրացնել եւ իրենցը ներկայացնել եւ ժպիտ է հարուցում անկախ ամեն ինչից, բայց սա է իրենց կեցվածքը, բայց այն ինչ որ անում է թշնամին մեր դեմ, ինչ որտեղ դե մանավանդ այդ որակի թշնամին, որ ուղղակի իր կենսագրությունը, իր դարերի պատմությունը արյուն է, ուրիշ բան չի։ Նույնիսկ իրենց տեղանունները մեծ մասամբ արյան հետ են կապված, այդքան քանակով տեղանուններ արյան հետ կապված, Ղանլը բառի հետ, հիմքը դա է, Ղանլը քենդ, Ղանլը գյոլ չեմ անում, այս արյան հետ կապված, այսինքն սա հասկանալի է, հիմա եկել են, խցկվել են եւ փորձում են դուրս մղել բնիկներին, որքան հնարավոր է, ժամանակի մեջ էլ դա իրականում գործադրել են, այսօրվա Թուրքիան գոյությունն շնորհիվ ցեղասպանության։ Այո։ Պարոն Կարապետյան, մենք հիմա դուրս գանք գովազդային ընդմիջման, որից հետո հաջորդով կլսենք ձեր խոսակցությունը։ Այժմ դուրս են գալիս գովազդային ընդմիջման։ Մենք կրկին նույն տապանի սրահում ենք։ Պարոն Կարապետյան, դուք ձեր խոսքը ընդհատեցիք այն պահին, երբ որ խոսում էիք, որ Թուրքիան որպես պետություն կայացավ բոլոր առումներով հայկական ցեղասպանության։ Հայերի ցեղասպանության շնորհիվ գոյություն ունի ներկայիս Թուրքիան, այդպես է, հիմա ընդունեն իրեն կամ չընդունեն, եւ ցեղասպանությունը արվեց հենց միայն դրա համար, փրկելու Թուրքիան, այսինքն դրա շնորհիվ։ Հիմա մի հատ երկիր, որ ինքը իր ծննդյամբ պարտական է իր գոյությամբ ներկայիս, պարտական է ուղղակի հայերի ցեղասպանության, բնականաբար եւ իր կրտսեր եղբայրը նմանապես, որովհետեւ նույնպես եւ 1918 թվականին մեծ եղեռնից 3 տարի անց ընդամենը թուրքական բանակը մտավ միջև Բաքու հասավ եւ Բաքվում 30,000 հայերի կոտորածը, Շուշիում 20,000 հայերի կոտորածը, Ագուլիսում նորից եղեռնը, այսինքն տարբեր հայաշատ կետերում մեր հայրենիքի եւ հայրենիքին մերձ վայրերում թուրքերը ուրեմն նույն գործողությունները կատարեցին տեղի թուրք իշխանությունների, Մուսաֆատ իշխանության հետ եւ այլն, այսինքն մեծ ու փոքր եղբայրը նույն գործն էին անում։ Եվ այսօր էլ նույն գործն են անում այն իմաստով, որ ուղղակի ֆիզիկապես մարդկանց ոչնչացնելուց հետո անհանգիստ են այդ մարդկանցից մնացած հիշատակների պատճառով։ Եվ հատկապես 40-ական, 50-ական թվականներին Արևմտյան Հայաստան տարածքում, խորհրդային տարիներին ուրեմն Ադրբեջանի տարածքում ավելի այսպես կոծկված տարբերակով, բայց նորից հայկական հուշարձանների նկատմամբ խտրական եւ ժխտողական վերաբերմունքը խորհրդային տարիներին էլ կար, եւ նաեւ ամեն կերպ փորձում էին հուշարձանները ոչնչացնել առանց որ որևէ մեկը դա մեկ լուսանկարով թեկուզ հասցրած լինի անմահացնել,
նաև դա են ապահովում։ Օրինակ ես հիշում եմ 1980 թվականին, երբ որ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղն էի այցելել եւ ուղղակի գյուղապետարան գյուղ սովետ մտածելով որ այդ անտառների մեջ գտնվող հուշարձանները մենակս չեմ կարող գտնեմ, խնդրեմ գյուղապետարանից մի երիտասարդի ինձ ուղեկից նշանակեն, գյուղապետը ցավոք անունն ազգանունը չեմ հիշում, բայց շատ բարի մեկը դուրս եկավ իմ բախտից եւ իր կողքը կուսկոմի քարտուղարն էր, ուրեմն միասին զրուցեցին եւ դարակից հենց ուղակի, այսինքն առանց փնտրելու դարակը բացեց, նույն վարքյանին հանեց մի թուղթ, ասեց կարդա։ Մինչ ես կկարդայի ձեռքիցս հետ վերցրեց, ասեց այստեղ գրված ռուսերեն մի գրություն էր եւ կնիկով Ադրբեջանի բան եւ որ Հայաստանի քաղաքացի լուսանկարչական սարքը ձեռքին, եթե որևէ միտեղ հայտնաբերվի, տեղում ձերբակալել եւ ուղարկել շրջենտրոն միլիցիա։ Ասեց ես հիմա քեզ կօգնեմ այս հարցում։ Մի երիտասարդ էլ կառաջնորդի քեզ, կոշիկ անապատ, բան այդ վանքեր կան այդտեղ անտառների մեջ գյուղից հեռու, բայց նման միամիտ ամեն մարդ իմ նման չի լինի, կարող է մեկը լինի, որ հրամանկատարի։ Այո։ Եվ պետք է։ Այսինքն սա ինչի պատմեցի, որ ընդհանուր իրավիճակը հենց խորհրդային տարիներին ամեն կերպ, ամեն ինչ անել, որ հայկական հուշարձանները չուսումնասիրվեն, չլուսանկարվեն, չվկայագրվեն, ինչու որովհետև դրանք ոչնչացնելու միտումը կար, ծրագիրը կար։ Եվ ժամանակը ցույց տվեց, որ երբ որ հնարավորություն ստացան դա ավելի ազատորեն անելու, պետական մակարդակով, երկրի բանակի ուժի գործադրմամբ լծվեցին այդ վանդալական աշխատանքի, այսինքն սա մի վանդալ պետություն է։ Հիմա մեզ ամենաշատ ինչն է վրդովեցնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հերթական ժողովը որպես վայր իրականացման ընտրել է մի երկիր, որ համաշխարհային քաղաքակրթությանը, իդեմս հայ մշակույթի ոչնչացման, մեծ վնաս է պատճառել, անդառնալի վնաս է պատճառել։ Միայն հին ջուղան, ասենք այդ գերեզմանոցը հին ջուղայի, սա Ադրբեջանի հուշարձանների պահպանության կողմից նույնիսկ վկայագրված չէր, չուներ իր պասպորտ, այսինքն իբրև հուշարձան չի ընկալվել, դե հասկանալի է ինչու, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ տարածքը կարծեմ որպես մշակութային ժառանգություն ֆիքսել էր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չեմ իմանում, ես խոսում եմ Ադրբեջանի հուշարձանների պահպանության ամեն մի հանրապետություն խորհրդային տարիներին իր տարածքի հուշարձանների պասպորտավորում էին ասում, այսինքն հուշարձանների վկայագրում էր իրականացնում։ Նույնիսկ դա չէին արել, այսինքն չէին ընկալել, չէին դիտարկել իբրև հուշարձան։ Բայց սա համաշխարհային նշանակության ամեն երկրներից միջնադարից սկսած եւ ոչ թե միայն արվեստաբաններ եւ ուղղակի հնություններով հետաքրքրվողներ, դիվանագետներ, վաճառականներ, տարբեր մասնագիտությունների, տարբեր ազգությունների մարդիկ եւ ջուղան այցելում են այն ժամանակ, երբ որ ջուղան արդեն քաղաք որպես այդպեսին չկար, Շահաբասի բռնագաղթից հետո, այսինքն մարդիկ երկրից երկիր ճանապարհ էին կտրում զուտ անշնչացած քաղաքի գերեզմանոցը տեսնելու համար։ Ոչ թե առևտուրով բան, մինչև ասենք 1604-5 թվականը հասկանալի է, ծաղկուն քաղաք էր 50,000 հայ բնակչությամբ եւ ուղղակի արևելք-արևմուտք կապող մի առևտրական կենտրոն էր, գալիս էին նաեւ այդ նպատակով, բայց դրանից հետո եւ մինչև 1900-ական թվականներ, մինչև ասենք Բալտրուշայտիս 1928 թվականի այցելությունը, վերջին այցելություններից իհարկե նաև բարեբախտաբար մեր Զավեն Սարգսյան արվեստաբան, ճարտարապետ Մուրադ Հասրատյանը 1987-ին հաջողեցին լինել, Սուրեն Սաղոմյանը պատմաբան նորից նույն թվականներին 80-ական։ Այսինքն մի համաշխարհային քաղաքակրթության մաս են ոչնչացրել եւ աղքատացրել են համայն մարդկությանը, ադրբեջանցիները, եւ սա կատարել են ամբողջ երկրով մեկ, մենք ջուղան շատ հայտնի է դրանից ենք խոսում, բայց Նախիջևանի տարածքում 218 միավոր միայն պաշտամունքային հուշարձաններ կային, այսինքն վանք, եկեղեցի, մատուռ, քրիստոնեական պաշտամունքային կառույցներ, մեկը չկա նմուշի համար մեր օրերում։ Եվ ամեն մի գյուղ ուներ իր գյուղական գերեզմանոցը, գյուղի շուրջ գյուղատեղիներ, հին եկեղեցիներով, գերեզմանոցներով եւ այլն, դրանցից ոչ մեկը չկա։ Տիեզերքից արված լուսանկարների շնորհիվ բարեբախտաբար կարողանում ենք համեմատենք, օրինակ խորհրդային ռազմական քարտեզները շատ մանրամասն են եւ ամեն մի եկեղեցի նշված էր այդտեղ, փոքրիկ խաչով նշանը։ Եվ հիմա նույն տեղը, երբ որ փորձում ենք դիտել տիեզերքից արված լուսանկարներով, միանգամից նաեւ մատնում է նոր քերված, բուլդոզերով նոր քերված հողատարածք, որտեղ դեռ խոտ էլ չի բուսնել, այսինքն միանգամից տարբերվում է, որ այստեղ էր
եւ երկրի ջնջել են ուղղակի անհետացրել են։ Սա է ընդհանուր վիճակը եւ վրթովեցնողը իհարկե սա է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղյակ է անշուշտ։ Իհարկե մյուս կողմից ես գտնում եմ, որ մենք էլ ինչ որտեղ մեղքի բաժին ունենք, որովհետեւ գիտեք ինչ, ասենք Յուղայի գերեզմանոցի ոչնչացումից հետո եւ դրան զուգահեռ 1001 ուրիշ հուշարձանների ոչնչացումից հետո հենց Բաքվում հին եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցին 18-րդ դարի կառույց քանդեցին, 19-րդ դարի եկեղեցին պահել են, գրադարանի են վերածել եւ անverջ թպկահարում են այդ փաստը, որ մենք եկեղեցին պահել ենք, նույնիսկ գրադարան գիրք ենք պահում ներսում։ Երևակայք թուրքը գիրք է պահում եկեղեցու մեջ, հա, պատիվ իրեն։ Արդեն այնքան է զարգացել, որ եկեղեցին գրադարան է օգտագործում, որովհետև դարեր ախոր է օգտագործել։ Եվ հենց հիմա Արևմտյան Հայաստանում իր ավակ եղբայրը մեր բոլոր եկեղեցիների մեծագույն մասը ախոր են օգտագործում։ Այդ հայտնի 1-2 քաղաքներով կամ աղթամարով չի, այլ ընդհանուր առմամբ։ Եվ մենք կարող էինք, մենք պարտավոր էինք մեր ձայնը, մեր բողոքի ձայնը պետական մակարդակով ավելի զորեղ հնչեցնել անցած տարիներին եւ ոչ թե ինչպես նախկին արտգործնախարարը, որ ուղղակի տարիներ լռելուց հետո մի անգամ մի նախադասությամբ կարծեմ Ստրասբուրգում էր, որ ջուղայի մասին եւ վերադարձին, լսեցիք որ ասացի, ել չասեք չեմ ասել, չեմ ասում։ Ուրեմն այսինքն մինչդեռ կոպիտ խոսք պիտի ասեմ, մատի փաթաթան պիտի սարքեինք այս խնդիրը։ Այսինքն, գիտեք, մշակույթի լեզուն աշխարհին հասկանալի լեզու է։ Եթե օրինակ Հայաստանի արտգործնախարարը թեկուզ այսօրվա, բայց ոչ նախորդը, ոչ նրա նախորդը այդ կեցվածքը չեն ունեցել։ Բայց պատկերացրեք, ասենք Մամեդյարովի հետ մի սեղանի շուրջ, երբ որ միջազգային կառույցները, մեծ տերությունների ներկայացուցիչները ստիպում են, որ Հայաստանի արտգործնախարարը նստի նույն սեղանի շուրջ Մամեդյարովի հետ եւ ինչ որ քննարկումներ իրականացնեն, երևակայեք, եթե օրինակ լիներ նման արձագանք, որ այն երկիրը, որը ոչնչացրել է Յուղայի գերեզմանոցը եւ նաեւ համայն հայկական մնացած հուշարձանները դարերից ի վեր ավանդված եւ աղքատացրել է համայն քաղաքակիրթ մարդկությանը, այդ երկրի արտգործնախարարի հետ ինձ մի ստիպեք մի սեղանի շուրջ նստել։ Մոտարապես sense, այսինքն սա կցնցեր աշխարհը։ Մենք միշտ sense եւ այն Մամեդյարովը, որ Յուղայի գերեզմանոցի ոչնչացման ժամանակ հայտարարություններ արել, այո, ինչ որ տեսանյութերը ցուցադրելուց, այո, ինչ որ մարդիկ են երևում եւ խորանարդաձև ինչ որ քարերի հետ գործ ունեն, բայց ով ասա որ դա ջուղայում է, ջուղան մեր քրիստոնյա նախնիների, ալբանների, աղվանների կերտած իսկապես էլ գրքեր էին 80-ականներին հրատարակում, Դավութ Ախունդովի գիրքը կա, վաղ քրիստոնեական հուշարձաններ Ադրբեջանում, որտեղ որ Խաչդաշեր անվան տակ, Ալբանսկի Խաչդաշի եւ այլն ռուսերեն է գիրքը, ուրեմն ներկայացրել են որպես իրենց քրիստոնյա նախնիների, սա իհարկե մի հատ վարակույր էր, մի շրջան, որով կոծկում էին մեր հուշարձանները, աղվանական հայտարարելով, բայց երբ որ հնարավորություն ունեցան դա ոչնչացնելու, միանգամից ոչնչացրեցին։ Շատ լավ հասկանալու, որ չեն ապացուցելու։ Շատ լավ հասկանալու, որ դա երբեք իրենցը չի եղել, չի էլ կարող լինի։ Հիմա բարբաջում են Գանձասարի հետ կապված, մեր քրիստոնեական կարևոր հուշարձաններից Գանձասարի վանքը, այսինքն ժպիտ է հարուցում, բայց ադրբեջանցին հասկանալի է, ինքը անհունորեն եւ ուղղակի գենետիկ կոդով տգետ է։ Ինքը այլ բանի ընդունակ չէ, ցավոք սրտի, եւ իշխանություններին հաջողվել է վարակել նաեւ պարզ ժողովրդին։ Ամենացավալին սա է, որտեղ պարզ ժողովուրդը ինքը այդ թույնը մեջը չունի, բայց իշխանությունները տասնամյակներ շարունակ, իրարահաջորդ իշխանությունները հաջողեցրել են, ուղղակի հիվանդացրել են իրենց ժողովրդին։ Դեռ խորհրդային վերջին տարիներին ես որ ճանապարհորդում էի, պարզ գյուղացիների հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել ադրբեջանցիների հետ, բայց հերիք էր որ ինձ հանդիպեր գյուղական ուսուցիչ, միանգամից լարվածություն էր եւ միանգամից կեղծիք, ասենք Գետաբեկի շրջանում։ Դու գիտես որ այդ եկեղեցիները բերձեններն են կառուցել, իբր վրացիները, հույները, բերձենները հույները։ Հա, դե ես էլ ասում եի, բայց ձեր գիտնականներն ասում են որ ալբաններն են կառուցել։ Հիմա չեմ իմանում
հույներին վերագրենք, թե աղվաններին։ Այո։ Բայց իրականում հայկական հուշարձանի մասին էր խոսքը։ Երևակայեք, այսինքն արդեն ուսուցիչները դեռ խորհրդային վերջին տարիներին ես գոնե վկա եմ, որ թունավորված էին։ Եվ բայց հիմա լայն հաշվով հասարակությանն են թունավորել։ Սա է վտանգը, մեծ վտանգ է պարունակում։ Պարոն Կարապետյան, կարծեմ 2003-ից 6 թվականներին, երբ որ Իլհամ Ալիևի գալուն հետ իրենք որոշեցին շարունակել Նախիջևանի խաչքարերի, տապանակարերի վերացումը, այնինչ որ սկսել էին 1997-ին, ես հիշում եմ մեր հայ մտավորականներից մեկը մի հարցազրույցի ժամանակ ասեց, այս պահին պետք է հայկական բանակը մտնի Նախիջևան փրկելու մեր մշակութային արժեքները, սա օրը ցերեկով ոչնչացնում են հայությանը, պատահաբար դուք չէիք։ Ես մի շանթ հեռուստաալիքում մի հարցազրույցի նվերներ որ վարում էր, ես դա հիշում եմ, որ իմ խոսքս հիշում եմ եւ նվերի արձագանքն եմ հիշում, հենց այդ օրերի ժամանակ էր, երբ որ բանակ Ադրբեջանի Նախիջևանում կոտրատում էր, խճազանգվածի էր վերածում մեր մշակույթը, ես ինձ թույլ տվեցի ուղղակի իմ դատողություն նայեր, որ մեր դեսանտը պետք էր այդ զինվորներին տեղում ոչնչացներ։ Նվերը վախեցած, կես վախեցած, թե զարմացած չեմ մանում, ուրեմն ինչ պատերազմ։ Իսկ ինչու ոչ։ Մենք մեր անձնագիրը կորցրինք։ Այո։ Մենք անանձնագիր ենք։ Թուրքը անմշակույթ որևէ ազգ բանի պետք չի։ Մեզ մշակույթից է զրկում թուրքը։ Մեզ խոտանում է։ Մենք կամաց զրկվելով մեր նախնյաց հիշատակներից խոտանվում ենք։ Սա պետք ճիշտ գնահատել եւ համարժեք քայլեր պետք է ձեռնարկել։ Ինձ թվում է պատվի հարց է եւ բավարար չափով շատ վաղուց մենք մեր պատվի տերը չենք։ Տեսեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանը ունի որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակից պետություն, անդամ պետություն, ինքը ունի իր ազգային հանձնաժողովը, որի գլուխ կանգնած է արտաքին գործոս նախարարը եւ այնտեղ ներգրաված են նաեւ ուրեմն կրթության, գիտության, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, այնտեղ եկեղեցին է ներկայացված եւ տարօրինակ ձևով այս օրերին մենք որևէ արձագանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս նիստին կամ դրանից առաջ չենք տեսնում, մենք տեսնում ենք բացարձակ պասիվություն։ Այս առումով ոնց եք կարծում, մենք կորցրել ենք այդ հոգևորի մշակույթի առանցքը պահպանելու ունակությունը, որովհետև մենք անընդհատ ամեն ինչ բացատրում ենք, որ Իլհամ Ալիևը կամ նրա կինը նավթադոլարներով կամ խավիարներով կերակրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այն որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոռուպցիոն մի օղակ է, այն որ ՄԱԿ-ը ստեղծված է իրականում կոծկելու աշխարհի կողմից իրականացվող վայրագությունները եւ իրենք նույնիսկ նպաստում են իրենց գործունեությամբ այդ կաշառքին, կոռուպցիային, ամեն ինչին, դա հասկանալի է, բայց մենք որտեղ ենք մնում։ Չկանք մենք, որևէ գործունեություն մենք չենք անում։ Մեր եկեղեցին այսօր պետք է զանգերը խփեր ու ասեր, ինչպես կարող եք դուք Բաքվում անել նման նիստ, երբ որ դուք մինչ օրս չեք կարողացել այցելել Նախիջևան, այն տեղը, որտեղ ֆիքսեք, որ իրոք այդ հուշարձանները չկան։ Բանն այն է, կարծեմ 2006-ին Եվրոպարլամենտը փորձ արեց այցելել տարածք, որովհետև Իրանի կողմից որ նկարահանումները եղան, սկզբից Ադրբեջանը փորձ արեց ասել, որ դա կեղծված են, այնուհետև տեսա, որ էլ չի կարողանում դիմադրել, փորձեցին այլ ձևերով դիմադրել։ Եվ Եվրոպարլամենտը մի պատգամավորական խումբ էր ուզում այցելի տեղում տեսնելու ինչ են կատարվում։ Ադրբեջանը կարողացավ դրան կասեցնել, ընդվզել, դեմ բերելով օկուպացված տարածքներ եւ այլը։ Այսինքն Ադրբեջանը իր ամեն ճիգ գործադրում է իր սուտը առաջ տանելու, ցեղասպանությունը առաջ տանելու եւ հայությանը այսպես անընդհատ պահելու պատերազմ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում։ Այս առումով անշուշտ մեր իշխանությունները թերացել են եւ այսօր էլ մենք չենք տեսնում իրենց արձագանքը։ Ձեր կարծիքով բոլոր դեպքերում ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր ինչ որ քայլեր ունի իրենց կանոնադրության հիման վրա կամ իրենց միսիայից ելնելով իրենք որևէ քայլեր կարող էին անել, որ չեն արել։ Մի հատ խոսք կա, չի ասում են երեխան, որ լաց չի լինում, մայրը չի կերակրում։ Այո։
մենք բավարար չափով չենք աշխատել։ Ծայրահեղ անբավարար են մեր գալիս է սա իհարկե պատկանելիության զգացումից։ Ցավոք սրտի մենք մեր արմատի զգացողությունը եւ մեր ժառանգության կրող լինելը այս խնդիրները շատ խամրած են մեր մեջ։ Սա դրանից է գալիս։ Մենք չենք ունեցել եւ առ այսօր չունենք մշակույթի ազգային ռազմավարություն։ Ինչպես եւ ուրիշ դաշտերում էլ չունենք ազգային ռազմավարություն։ Շատ կարևոր ուրիշ դաշտերում էլ։ Սրա հետ է կապված, այսինքն մենք այդ երբ պետք եղած ահազանգերով ու փաստաթղթերով ու դիմումներով չեմ անում ուղակի ամեն վարքյան աշխատեցինք տարիների ընթացքում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ հաշվի չառավ։ Նման բան չի եղել։ Այսինքն մենք շատ ես գտնում եմ, որ շատ էլ չենք կարող ՅՈՒՆԵՍԿՕ-ին ինչ-որ մեղադրել օրինակ կամ թե այսինքն մենք բավարար չենք աշխատել։ Եվ մինչև հիմա նույն վիճակն է, բան չի փոխվել։ Իսկ մյուս կողմը, տեսեք, իր աշխատանքի պտուղներն է քաղում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժողովը տեղի ունենում Բաքվում։ Սա էլ օթից չի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքը չի ընտրել։ Դա ադրբեջանական կողմը աշխատանք է տարել դրա համար, որ հասել է դրան։ Այսինքն ցանկացած խնդիր լուծման իմաստով ենթադրում է աշխատանք, նպատակամղված, տևական աշխատանք։ Մենք ցավոք սրտի սա հիմա այս խնդրից ենք խոսում եւ այս խնդրի սահման շրջանակներում ենք արծարծում, բայց մեր ազգային տեսակը պատվապաշտ չի։ Այս երևույթը ժամանակի մեջ, դարերի մեջ ուղղակի խամր է եւ խորացել է։ Սա ակնհայտ է, այս երևույթներից ուղղակի մենք ամեն անգամ բախվում ենք այդ փաստին։ Տեսնում ենք, թե մեր դեմքն է։ Մենք ցույց ենք տալիս աշխարհին մեր դեմքը։ Մեր նախնիները այն ինչ որ ստեղծել են, մեծ պատիվ պիտի լիներ մեզ համար դա պահպանելը եւ հանրայնացնելը, մեծ պատիվ պիտի լիներ։ Բայց մենք ոչ առաջին մասով պահպանելու, ոչ էլ հանրայնացնելու մասով, աշխարհին ճանաչեցնելու մասով խայտարակ ու մակարդակի վրա ենք, անբավարար։ Մեղքի մեծ մասը մեր մեջ եմ տեսնում անկախ ամեն ինչից։ Հիմա մենք կանցնենք նորից գովազդային ընդմիջման, կվերադառնանք մի քանի րոպեից։ Մենք կրկին Նոյան տապանի սրահում ենք։ Պարոն Կարապետյան, այս ընթացող, անընդմեջ ընթացող մշակութային ցեղասպանության դեմ դուք բավական աշխատանք եք անում եւ ես կուզեի, որ հիմա դուք այդ աշխատանքներին անդրադառնաք, ձեր արած աշխատանքներին։ Փորձում ենք որքան հնարավոր է տեղեկությունները իմի բերել, ամբողջացնել, օրինակ հասկանալի է, որ հիմա Ադրբեջանի տարածքում նոր հուշարձանների նոր վիճակը արձանագրել լուրջ խնդիրների հետ է կապված։ Նույնիսկ օտարազգիները չեն կարողանում մուտք գործել։ Օրինակ 2005-ին շոտլանդացի Ստիվեն Սիմը, երբ որ 2 շաբաթվա վիզան վերջապես դժվարությամբ բայց ձեռք բերեց, երրորդ օրը ձերբակալեցին եւ վտարեցին երկրից։ Հասցրել էր գնալ Շորոտ, Աբրակունիս եւ այդ երկու տեղը միայն եւ արդեն վտարվեց։ Այսինքն նույնիսկ օտարազգիները չեն կարողանում մուտք գործել, բայց այն ինչ որ հենց Ստիվեն Սիմն էր լուսանկարել, միայն Աբրակունիսի վանքի տեղն էր նկարել եւ նույնը Շորոտ գյուղի եկեղեցիներից մեկի տեղը միայն, այսինքն արդեն չկային 2005 թվականին։ Այս իրավիճակում մենք փաստորեն փորձում ենք իմի բերել բոլոր այն հեղինակների կատարած աշխատանքները, լուսանկարները, որ խորհրդային տարիներին են հաջողել արձանագրել այդ հուշարձանները եւ դրանք համադրել տիեզերքից արված լուսանկարների հետ, այսինքն նույն վայրում այսօր ինչ կա։ Եվ այդ ձևով ճշտել ենք, որ թե ինչ կորուստներ ունենք, ինչ վիթխարի, ահռելի կորուստներ ունենք։ Այդ նյութերը իմի բերված տարբեր ձևերով փորձում ենք հրատարակել, մանավանդ նաև ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, որ օտար հանրությանն էլ մատչելի լինի։ Մի քանի հրատարակություններ ենք արել մինչև հիմա, ամենավերջինը եւ ամենա ծավալունը, այսպես ասած, դա Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս վերնագրով մեծ աշխատություն է, հարյուրավոր հուշարձանների նախկին եւ ներկա լուսանկարներով կամ տիեզերքից արված լուսանկարով, որ ուղղակի մերկացնում է երևույթը ամբողջությամբ։ Պարոն Սիրալյան, դուք ինչ կավելացնեք։
Ինձ թվում է, որ այն հարցադրումները, որ պարոն Կարապետյանը այստեղ տվեց, նրանք ճիշտ են եւ իրոք մենք որպես ազգ կորցրել ենք մեր նկարագիրը, բայց մենք պետք է հիշենք, որ մեր դեմ այդ գործողությունները որոշ ուժերի, դրանք հետևողական են եւ անգամ նրանց կարելի է նշмарել նաեւ մի փաստից։ Առաջ ես հիշում եմ ժամանակներ, երբ որ գիտական գրականության մեջ օգտագործում էր այդպիսի խոսք Armenian Highland, հայկական լեռնաշխար, Արմենսկայ Նագորիա։ Հիմա այդպիսի բան չես գտնի եւ անգամ կարելի է տեսնել, որ անգլալեզու բոլոր փաստաթղթերում կոչվում է Արևելյան Անատոլիա։ Իսկ որոշ գրքերում անգամ մեր հայրենակից, այսինքն թուրքա ծնունդ Դարուն Աջեմոգլուն իր գրքում գրում է While Nations Fail, այնտեղ գրում է, որ առաջին պողպատը երկաթը ձուլվել է Թուրքիայում։ Եվ կարելի է նաև լսել ռուսական հերթությամբ, որ Գանիբալը գտել է Հանիբալը գտել է փախուստի տեղ Հայաստան, ոչ Հայաստան, Թուրքիա։ Եվ այդ կեղծիքը շարունակվում է, եւ նրանք չափազանց հետևողական թույլ չեն տալիս այդպիսի եւ նշելու այդ երկրների անուն մեր լեռնաշխարհի անունը եւ միևնույն ժամանակ հողումներ անել հայկական բանի վրա ձակման վրա։ Թուրքերը իհարկե բավականին վայրակ ազգ են, բայց միևնույն ժամանակ նրանք հետևում են նրան, թե ինչ է նրանց թույլ տրվում։ Եվ որովհետև հիմա ամեն ինչ թույլ են տալիս նրանք անում են այդ եւ թույլ տվողները շարունակում են, արդեն երևի առաջի փորձը մեր դեմ կատարվել է 1046 թվին, երբ որ թուրքական հրոսակներին թույլ տալու համար գնալ դեպի Կոնստանտինոպոլիս, Կոնստանտին Մանամախը իր զորքով ավերեց Անի քաղաքը եւ ոչնչացրեց մեր մի սպառնալիք, մի պատշեչ, որ կանգնած էր թուրքերի ճանապարհին։ Դրանով իսկ դատապարտեց ամբողջ բյուզանդյան ոչնչացման։ Այդ շարունակվում է մինչև հիմա։ Եվ նույն ուժերը, որոնք այն ժամանակ են վարձկան եվրոպացիներին ուղարկել բյուզանդյան ոչնչացնելու, շարունակում են եւ հիմա լուր ուրիշների ձեռքով։ Իսկ այդ ձեռքերը թուրքական եւ ադրբեջանական ձեռքեր են, որոնք որ հմուտ կերպով շարունակում են միջև հիմա եւ մեր կոտրում են։ Մեր մեջ կոտրում են նաեւ այն, որ մենք չենք կարողանում մեր փոքր երկրում տնտեսություն զարգացնել, որովհետև բարեկեցիկ մարդը կարող է մտածել ազգային արժեքների մասին, իսկ քաղցած մարդը ոչ։ Պարոն Կարապետյան, բոլոր դեպքերում մի հարցել ու երևի դրանով ամփոփենք այսօրվա մեր խոսակցությունը։ Ձեր խոսքից երևաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար կա բավարար հետազոտված գիտական նյութեր, որպեսզի ինքը նախքան Բաքու գնալը մտածեր, գնա այնտեղ անի հերթական նիստը, թե ոչ, որովհետև ես գրականության մեջ հանդիպեցի, որ այդ մշակութային ցեղասպանություն հենց այն ինչ որ կատարվել է Նախիջևանում, դրա մասին խոսում է նաև ադրբեջանցի Արիֆ Յունուսը, այսինքն երբ որ համատեղ մի զեկույց պատրաստեցին եւ դիմեցին ՄԱԿ-ին, այնտեղ միակ մարդը, որ դա բնորոշեց որպես մշակութային ցեղասպանություն, հենց Արիֆ Յունուսն էր։ Կան բազում աշխատանքներ, որ եւ Վատիկաններ կոչարել, կասեցնել, եւ հայկական եկեղեցին, եւ հայ համայնքները, աշխարհի բավական առաջավոր մտավորականներ, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպես էլ ընթացք չտվեց։ Ոնց է կարծում, այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ֆունկցիաների մեջ է, արդյոք ինքը վարկաբեկված է, վարկանիշը կարողանում է պահել, թե ոչ։ Տեսեք, օրինակ ես նոր հիշատակեցի մեր վերջին աշխատության անունը, որ նմանատիպ աշխատանքների մեջ կատարյալ է եւ ամենածավալուն է։ Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս։ Մի բան է, որ մեր հիմնադրամը, ասենք, մեր ուժերով մի աշխատություն ենք դնում սեղանին, բոլորին ուրիշ հարց է, այսինքն զենք արտադրելը մի բան է, զենքը օգտագործելը մեկ այլ խնդիր է։ Ես շատ մեծ կասկած ունեմ, որ այդ աշխատությունը մեր արտգործնախարարության խողովակներով, օրինակ, փոխանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի անդամներին։ Մեկ առ մեկ, հատ առ հատ օրինակ։ Ես կարծում եմ, որ մեկ օրինակ չի հասել։ Շատ էլ որ մենք հրատարակել ենք։
հասկանում եք։ Այսինքն մենք մեզ համար նորից կրկին անգամ ֆիքսում ենք, մենք բազում անգամ դա ենք ֆիքսել, որ մեր արտաքին գործոս նախարարությունը զենք կիրառել չի կարողանում։ Պատրաստի զենքը, որը դուք մշակել, պատրաստել եք, հուսով ենք մենք իրենց հետ հանդիպման ժամանակ մենք պարբերաբար իրենց դուրս ծեծում ենք, մուտք են գործում, այդ հարցը կրկին կբարձրացնենք ավելի գործնական, որպեսզի իրենք կարողանան քայլեր անել։ Շնորհակալություն հայրենակիցներ, այսօր մեր քննարկման թեման բավականին նորից ցավոտ ու երևի թե անվերջ կարելի է այս հարցը քննարկել, այսքանով բավարարվենք, շնորհակալություն, ստեսություն։